Շնորհակալություն։ Իհարկե շատ ուրախալի է լսել թվեր 700,000, 800,000, այո, զինվորականը շատ բարձր պետք է վարձատրվի։ Բայց այդ վարձատրության եւ ատեստացիայի ինստիտուտի ներդրման ժամանակ էլ ի սկզբանե այն բոլոր մեր մտահոգությունները, որ կային, ստեղծվելիք անհավասարությունները չեն փարատվել, դեռ ավելի են խորանում, որովհետեւ զինված ուժերում ստեղծում է լրիվ շարունակելով Տիգրան Աբրահամյանի խոսքը, լրիվ անհավասար պայմաններ։ Հիմա դիցուկ այսօրվա քննարկում ազգային ժողովում լսող օրինակ թիկունքային ծառայության շատ զինծառայողներ, որոնց ատեստացիայի դեռ հերթը չի հասել, ստանում են շատ ավելի նվազ աշխատավարձ, քան ատեստացիացած կամ պատվիրում ծրագրում։ Լսում են շատ պայմանագրային ծառայողներ, տարիներով մարտական հերթապահություն իրականացրած, որոնք եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի այն անհրաժեշտ շեմը չեն կարողացել հարթարել, բայց գլուխը կախ, չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ այստեղ է ամբողջ խնդիրը ատեստացիայով աշխատավարձի լոկ բարձրացում, թե համատարած աշխատավարձի, բազային աշխատավարձի բարձրացում, որը հնարավորություն կտա շատ ավելի արժանապատիվ ծառայություն իրականացնել։ Իրականում, պարոն Պապիկյան, այս անհավասարությունը զինված ուժերում շատ նմանվում է, օրերս դուք նոր մոդուլային զորամաս եք բացել, աչքովս ընկավ շարք կազմած բարձրաստիճան զինվորականների բատինկաները։ Հրամանը տվել եք, որ սպիտակ բատինկաներ պետք է հագնեն, բայց որտեղից այդ բատինկաները ով որ խանութից կարողանում է գտնել։ Եվ եթե նայեք լուսանկարները, Արամը Թորոսյան ձեզ տա, կտեսնեք, որ 4-5 սպա, բարձր սպա կանգնած է, ամեն մեկի հագին տարբեր բատինկա։